Ձգվում է տանից մինչև դասարան, մանուկ օրերի ոսկեհյուս շղթան, այնպես մտերիմ, այնպես հարազատ, գեղեցիկ ու լայն դպրոցի ճամփան։ Ահա այդ շղթան ձգվեց աշխարհի տարբեր ծայրերից ու մեկ գաղափարի շուրջ հավաքեց Մեծ Խանչալիի հանրային դպրոցի 1984-85 ուսումնական տարվա շրջանավարտներին։ Մանկության տարիների ոտնահետքերը միշտ մնում են որպես կնիկ դպրոցական ճանապարհին։ Նրանցում դրոշմվում է չարաճճի ու խենթ տարիների հուշերը, հուշեր, որոնք նաև տաճարների սյուներ են, որոնք իրար գումարվելով դառնում են մեկ ամրոց, ամրոց դպրության, ամրոց գիտության, ընկերության ու այնուհետև կյանքի։ Ահա այս արահետը 41 տարի անց կրկին թարմացրեց իր ուրվագիծը, ու մանկության անմեղ ժպիտները նորից հանդիպեցին միմյանց, ու նորից դպրոցի շեմին 41 տարվա շրջանավարտներին, ինչպես առաջին անգամ դիմավորեցին ուսուցիչները, նույն անկեղծությամբ ու սիրով։ Բարի ժպիտներ, ծաղիկներ, ուրախ տրամադրություն, որը առկայծեց 41 տարի անց։ 1985 թվականը կարծես այսօր էր, նույն ոգևորությունն ու ջերմ պահը, երբ նրանց ուսուցիչները ճանապարհեցին մեկ սերունդ ևս դեպի կյանք։ Երբ առաջին անգամ ոտք դրեցին հարազատ կրթօջախ, նրանց առջև բացրեց Մեսրոպյանայի բուբենը, իսկ այսօր նրանք դպրոցին նվիրեցին իրենց առաջին տպավորիչ պատկերը, մեր ազգի սրբությունը, Մեսրոպ Մաշտոցի նկարը, որը կյանք էր առել 22 տարեկան դեռահաս աղջկա շնորհիվ։ Ողջույն իմ շրջանավարտներ, այսինքն 41 տարի է, որ բացակայում եք դպրոցից։ Եվ այսօր բախտ է վիճակվել, մենք իրար հետ կարոդի թևերով հանդիպել ենք ու մեր կարոդները կառնենք։ Նայելով ձեզ յուրաքանչյուրին, հիշում եմ ձեր մանկապատանեկան տարիները։ Եվ այսօր շատ ուրախ եմ, որ ողջ կտեսնեմ, բայց միևնույն ժամանակ կան ձեր մեջը, որ հավերժի ճանապարհով գնացին ու ետ չվերադարձան, անվերադարձ հեռացան։ Ուստի խնդրում եմ մեկ րոպե լռությամբ թարգենք մեր անցավոդին։ Տարեկանը և 20 տարեկան իրար նման եմ մետաղում։ Դուք 18 և 20 տարեկան հասակում անցանք ինքնահաստատման ճանապարհով գնացիք դեպի ձեր մասնագիտության հետևից։ 18 տարեկան հասակում պատանին մեծացում է, ընտանիք կազմի, բանակ գնա և մասնագիտության ճիշտ ուղղերականի։ Իսկ երբ դառնում է 30 տարեկան հասակում մեծացում է, արդյոք ես ճիշտ ուղղերականներ եմ, արդյոք իմ մասնագիտությունը համապատասխանում է ինձ։ Եվ միևնույն ժամանակ մեծացում եք ընտանիքում բազմացրեք ձեր հարմությունը, ձեր սերունդը 30 տարեկանում։
40 տարեկան հասակում յուրաքանչյուրս մեզանից դուք նաև մտածել եք եւ միևնույն ժամանակ ասել եք աշխարհում նայում ոչ մի բան չկա եւ առաջ է գալիս հիասթափություն այդ հասակներն ասում ու մտածում եք ասում եք կյանքից կեսը արդեն ապրել եք իսկ եւ արդեն դառնում եք 50 տարեկան հասակում արդեն ինքնահաստատված, կարգավորված, պաշտոնավար, օրինագելի, թորի տեր, ընտանիքի տեր լավ մանկավարժական կոլեկտիվ եմ ունեցել ու գլխավոր լավ ժողովուրդ եմ ունեցել Սեպտեմբերի 1 զանգի հողանջ, փոքրիկ մանուկներ, գեղեցիկ հագնված, իրար դեպքից կառնած կանգնել են դպրոցի դուռը։ Դիրեկտորը բաժանեց երկու մասի, մեկը ինձ, մեկը հարկելի երկհանգահի շատակ փոխարին։ Որոշեցին բաժանել ես եւ հարկելի գուարը ինչ-որ կոնֆլիկտի մեջ անգամ, մեկս մի դասարանն էր ուզում, մեկս մի։ Կանչեցին Շահբազյան Անտրանիկին, ձեռքը տվեցին երկու մատիտ։ Կարմիր մատիտը հարկելի բանանուշն է, կապույտ մատիտը հարկելի գոհարն։ Անտրանիկը տվեց ինձի։ Հարկելի գոհարն ուսավ հարկելի բանանուշը երևի աչքով արեց, որովհետև Շահբազյաններ են երկուսը։ Կցանկանայի ձեզ առողջություն, այսպես գեղեցիկ մնաք, մի բան ավելացնեմ ձեզ, այն հանդիպելով մենք փուշերը վերեշեցինք դրսում, ես ասեմ, որ մենք չդժգոհ ենք մեր տարիքի համար, 4 տասնամյակից ավելի որ հրաժեշտ եք տվել դպրոցին, ճիշտ է կյանքը առաջ է շարժվում, հետո ինչ մեծացել ենք, բոլորս էլ մեծացել ենք, բայց ամեն տարիք ունի իր գեղեցկությունը, դուք գեղեցիկ եք նաև այս տարիքի մեջ։ Այն ժամանակվա կոլեկտիվի ներկայացուցիչներ արտահայտվան, ես էլ իմ կողմից շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորի ինձ հրավիրելու համար, այսօր ինձ համար յուրահատուկ օր է։ Ես ցանկանում եմ ձեզ բոլորի առողջություն, իրենց գործերի մեջ հաջողություն, լավ լինել։ 41 տարի անցել, երբ մենք ձեր ձեռքից ստացանք գիտելիքն է ամենաթանկը, ոչ միայն գիտելիք, այլ հարկանքը, հոգատարություն, լսելը, որ մնացել է մեր սերվերում։ Խորին երախտագիտություն եմ հայտնում ձեզ մեզ լավ դաստիարակելու և ճանապարհելու համար։ Ձեզ ցանկանում եմ ընտանեկան քաջառողջություն։ Շոտ տարիների հեռվից ողջույն հարգելի կրթօջախ, սիրելի կրթօջախ, հարգարժան ուսուցիչներ և սիրելի համադասարանցիներ։ Մեր ծաղիկների ալու վարվան հուրն է մեզ բերել այստեղ, մեր մանկության անշեջ հուրն է բերել այստեղ, մեր մանկական արահետներն են այստեղ ծնվել, այստեղ մեր առաջինի զգացմունքներն են առաջացել, մենք սիրում ենք ձեզ։ Հարգելի դասարանցիներ ջան, դասընկերներ ջան, հարգելի ուսուցիչներ ջան, ես առաջինը խորին շնորհակալություն կհայտնեմ ձեզի, որ դուք մեզի կրթություն տվեք, անկախ եմ բանել, ով ինձ է սորվել, ինչ է, մարդը կյանքի ընթացքում ինքը երբեք մեծավ տար, այդ տարը ես դեզանից եմ սովորել մեծ տարը։ Ու այդ օրից հետո մենք ձեռքում ենք ունեցող մեզի մեծ տարով ճանաչել։ Մեծ տար ճանաչելու համար պետք է շնորհ տոնել, պետք է հարգել ձերին։ Դե ուզում եմ ասեմ, որ մենք շատ ուրախ ենք։ Հատկապես մեր դասարանի կողմից եմ ասում, որ դուք կաք, մեր կողքին եք, մենք եղեք ձեր աշակերտներն ենք, մենք մեզի ավելի խելախոլոք երեխեքն ենք, վեժ ու բանակ չփոխվել մեր մեջ է, դե մենք ուրախ ենք, որ դուք կաք։ Շնորհակալություն ձեզ բոլորից, ցանկանում եմ ձեզ առողջություն, ոչ մի վատ օրեր չտեսնեք,
Իմ դասատուներ, մենք բոլորս ձեր մոտ քանի դուք ապրում եք, մենք ձեր կողքին աշակերտ ենք, միշտ, եւ դա շատ ուրախացնում։ Ապրեք երկար, ինչքան կարող եք։ Հարազատ կրթօջախից քայլեր դեպի մանկավարժական մեկ սուրբ ու հարգված օջախ։ Քայլ առ քայլ բարձրանալով հարգարժան ուսուցիչների տուն տանող աստիճանով կարելի է ասել ճերմակել է ուսուցչուհիս ու ծերացել է այնպես։ Տխրությամբ է լցվում հոգիս, երբ նայում եմ նրան ես։ Քանի սերունդ է նա ճանապարհել դեպի կյանք, քանի ծիլ է ծաղկել նրա մայրական ջերմ ձեռքի տակ։ Բաժանել է նա բոլորին մտքի գանձերն անսպար, վառել նրանց ճանապարհին հոգու լույսերն իր պայծառ։ Եվ ուրախ է, սիրտը գոհ, ուսուցչուհիս ձյունագես, իր փոխարեն ամբողջ հոգով վշտանում եմ հիմա ես, որ չեմ կարող սրբել ձյունի այս փաթիլներն անսպար, չէ որ մեկն էլ իր մազերից ճերմակել է ինձ համար։ Ձեր տված գիտելիքները մեզ համար հզոր զենք ու ապավեն են, դուք ապրում եք մեր մեջ։ Շնորհակալություն, անշատ շնորհակալ եմ բոլորից, ուրախ եմ ձեր այցելություն, ամենում եմ բոլորից կաչարողջություն։